Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ 12-ի 13-ի գիշերը, երբ սկսվեց Իսրայելի և Իրանի միջև պատերազմը, այն կարծեք թե մի դադար բերեց պետություն եկեղեցի այս հակամարտությանը և խոսակցություններին ընդհանրապես այս խնդրի շուրջ մարդիկ զբաղված էին ավելի գլոբալ հարցերով և հետաքրքրությունն էլ ավելի կենտրոնացած էր այդ ուղղությամբ, ինչը միանգամայն հասկանալի էր։ Սակայն այդ դադարը խախտեց երեկ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության սեփականատեր նույն ինքը ռուսական քաղաքացիություն ունեցող բիզնեսմեն Սամվել Կարապետյանը, որը հանդես եկավ եկեղեցական թեմաներով, խոսելով այն մասին, որ ոմանք մոռացել են հայ ժողովրդի պատմությունը և ինքը կանգնած է եկեղեցու կողքին, ինքը կանգնած է հայ ժողովրդի կողքին և եթե քաղաքական գործիչներն այս հարցը ի վիճակի չլինեն լուծելու, մենք մեր ձևերով կլուծենք, ինքն է ասում։ Որում ինքը չասաց, որ ինքն իր կազմակերպության կախված մալուխների կողքին է, թե ոչ, կամ իր մշտական դարձած հոսանքի անջատումների կողքին է, թե ոչ, դրա մասին չասաց, իսկ այսօր էլ նա ասաց, որ ինքը թքած ունենա էլեկտրական ցանցերի վրա։ Այսօր պարլամենտում նիստ էր և կառավարության հարցոպատասխանի օրն էր այսօր և հարցերը, այսպես ասենք, ուղիղ երկու մասի էին բաժանած՝ էլեկտրականություն և կուսակրոնություն։ Այդ երկու հարցերը կարծեք թե հենց օրակարգային առումով միախառնվեցին։ Պարոն Սամվել Կարապետյանի թեթև ձեռամբ։ Այս պահի դրությամբ դեռ չկա դատարանի որոշումը ձերբակալված Կարապետյանի հետագա ճակատագրի հետ կապված, իսկ էլեկտրական ցանցեր կազմակերպության հետագա ազգայնացման հարցի հենց ցանկալիության մասին արդեն ուղիղ տեքստով խոսեց վարչապետը, ասելով, որ պարլամենտում նաև շրջանառության մեջ է դրվել համապատասխան օրինագիծ։ Սա նոր իրավիճակ է ստեղծում մեր երկրում, առնվազն այս երկու միախառնված, թվում էր թե իրարից հեռու գտնվող թեմաների, բայց միախառնված այս հարցերի բերումով փորձենք հասկանալ և այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, տեսակապով Գյումրիից մեր հյուրն է Ասպարեզ ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանը։ Բարև ձեզ, պարոն Բարսեղյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, հազար բարի։ Պարոն Բարսեղյան, դուք ուշի ուշով հետևում եք այս դինամիկային, այս մասով, այս պատերազմի համատեքստում, պատերազմ, որն էլ բերել է դեպի հարավ Հայաստանի հաղորդակցության ուղիների թե օդային, թե ցամաքային խաթարմանը և ահա մենք տեսնում ենք Ռուսաստանից եկած այս անձնավորությունը նման հայտարարությամբ խառնեց իրար, այսպես ասենք, և դառնալով այսօրվա այդ հարցոպատասխանի ըստ էության օրակարգ սահմանողը։ Ձեր գնահատականը ինչ տեղի ունեցավ, ինչու հիմա, ինչ միտում է դրսևորվում և ուր է այն տանում, խնդրեմ։
Շնորհակալություն։ Ճիշտ ասած, Սամվել Կարապետյանից սկսելը նշանակում է խոսակցության պոչից սկսել, ամեն ինչ շատ ավելի վաղ է սկսվել, նույնիսկ մինչև վարչապետի հայտարարությունները առաջին մեկ ամիս առաջ, նույնիսկ մինչև հեղափոխությունը 18 թվականի։ Բանն այն է, որ ինձ այդպես է պատկերանում, էլի տեղի ունեցողը։ Բանն այն է, որ անկախությունից հետո անկախության հռչակումից հետո հայ առաքելական Սուրբ եկեղեցին շարունակ բռնել է պրոիշխանական դիրքորոշում։ Միշտ ունեցել է պրոիշխանական դիրք, ինչ էլ անի իշխանությունը, ինչպես էլ վարվի իշխանությունը, եկեղեցին իր վերնախավով, կաթողիկոսով եւ հոգեվոր խորհրդով, ազդեցիկ հոգեվորականներով ընդհանուր առմամբ դիրքավորված են եղել ի պաշտպանություն իշխանության կամ ի լոյալություն։ Այսինքն, ինչ անի իշխանությունը, իրենք համաձայն են, օրհնում են, կողքերը կանգնում են եւ այլն։ Իշխանությունն էլ հատուցել է նրանց, տալով զգալի արտոնություններ, ընդհանուր առմամբ գրված արտոնություններ, չգրված արտոնություններ։ Գրված արտոնություններից սահմանադրության միջի հոդվածն է եւ բանը օրենքը Հայաստանի Հանրապետության եւ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքը, որը լավ կլինի կարդանեն մարդիկ, ովքեր հետաքրքրված են սրանով։ Դրանց մեջ էլ զգալի արտոնություններ կան հայ առաքելական եկեղեցու համար։ Եվ այդ կրոնական կազմակերպությունը, որը Հայաստանում գործող կրոնական կազմակերպություններից ամենամեծն է, ամենաազդեցիկն է, ամենահինն է, վիճելու չէ, որոշակի առավելություն է ունեցել մնացած բոլոր ուրեմն կրոնատավանաբանական կազմակերպությունների նկատմամբ եւ իրենց խոսքից մոտեցումներից դատելով հայ առաքելական Սուրբ եկեղեցին համարել է, որ այս ժողովրդի պետության տիրակալները առավելագույնը երկուսն են, բայց առնվազն դա եկեղեցին է։ Բայց զեղ չի արել, մի քիչ լավություն է արել աշխարհիկ իշխանություններին, համարել է, որ եւ իշխանություններն են երկրի կառավարիչներ, տեր ու տիրականներ, եւ ինքն է, եկեղեցին է։ Այնինչ աշխարհիկ պետության սկզբունքները եւ ընդհանրական ընկալումները արևմտյան աշխարհին նայելով կամ ժողովրդավարական երկրներին նայելով պիտի ասենք, որ եկեղեցիները մարդկանց հավատքի օջախներ են, Աստծո հետ հաղորդակցվելու մեխանիզմներ են, ինստիտուտներ են եւ ոչինչ ավելին, չարժե կերակնահատել կրոնական կազմակերպություններին աշխարհիկ պետության մեջ։ Հայաստանը ոչ Վատիկան է, ոչ էլ Իրանի Իսլամական Հանրապետություն է, որտեղ պիտի կրոնական դոգմաները եւ կրոնական առաջնորդները լինեն պետության կառավարիչներ կամ մասնակցեն պետության կառավարմանը։ Ու այս գեշ խասյաթը 30 տարի ավել այդպես շարունակվել է։ Հատկապես 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, երբ ուրեմն կաթողիկոս է դարձել պարոն Ներսիսյանը եւ պարոն Ներսիսյանի բռնած դիրքը ընդհանուր առմամբ եղել է այնինչ քիչ առաջ ասացի։ Իշխանությունը ինչ անում է, իրենք համաձայն են, օրհնում են, կողքերն են, են, կուլիսներում ինչ են խոսում, չեն խոսում։ Հրապարակային վարքի մեջ մենք չենք նկատել, որ իրենց հավատացյալներին, հլա ասենք ոչ քրիստոնյաներին կամ եկեղեցի չհաճախողներին թողնենք կողքի, էլի։ Եթե դուք համարում եք, որ երկրի հոգևոր հայրերն եք, ժողովրդի հոգևոր հայրերն եք, այդպես եք համարում, բայց բազմաթիվ հալածանքները, անօրինությունները, անարդարությունները, որ եղել են երկրում, ինչու չեք անդրադարձել դրանց։ Հիմա այսօրվա օրինակին գալով կալանքի միջնորդության քննարկման դատին, ինչքան ես հաղորդ իմացա լրատվամիջոցներից, գնացել են հոգևոր դասի ներկայացուցիչներ Էջմիածնից գնամ ես իմ 15 հոգի, 20 հոգի տեսա ես այդ լուսանկարի մեջ, 20-ը սխալ ասացի, երևի 15-16 հոգի լուսանկարում կային։ Հասկացանք, դուք իրավունք ունեք մտածելու, որ մարդուն անարդար մեղադրանք են ներկայացրել։ Ու իրավունք ունեք, ձեր կարծիքն է, այդպիսի համոզմունք ունեք եւ գնում եք դատարան, որպեսզի աջակցեք, բարոյապես աջակցեք այդ մարդուն, որին անարդար մեղադրում են ըստ ձեզ։ Հիմա հարց ունեմ ես, նույն այդ մարդկանց, կաթողիկոս Ներսիսյանին եւ բանի ինչ է, թեմակալ առաջնորդներին եւ այլն, այն մարդկանց, ովքեր քայլում էին, գնում էին դատարան։ Կներեք, անցած տասնամյակների ընթացքում չեք նկատել անարդար մեղադրվող մարդկանց։ Թե ինչ որ նկատել եք, համարել եք, որ արդար են մեղադրվում։ Մարտի 1-ից հետո որ դատում էին այդ քաղաքական գործիչներին,
100 քանի հոգու տադել են։ Հենց ձերբակալված կալանավորվածներ, հələ դրանք չեմ ասում, 1100 եւ մի քիչ ավելի քիչ, հա։ Այդ հələ թողնենք, բայց որ կոնկրետ դատավճռով ազատազրկվում էին մարդիկ։ Այդ ինչու չելակ թե համարում էիք, որ նրանք մեղավոր են, եթե պետական իշխանությունը տատում է նրանց, ուրեմն մեղավոր են ու բազմաթիվ ուրիշ գործերով, բազմաթիվ, ասենք մանր-մունր կողություններ վերագրելով, то չգիտեմ ինչ անելով, հազար ու մի բաներով Եկնեիք կգնայիք էլի, այդ ինչից եք որոշում, որ այս դեպքում պիտի անպայման գնաք ձեր ուրեմն դիրքը հայտնեք։ Երևի ազդում է Սամվել Կարապետյանի բարերար լինելը, որը նվիրատվություններ է կատարել Վեհարանին, լավ է արել իր իրավունքն է, Վեհարանն էլ լավ է արել Էջմիածինը, ընդունել է իր իրավունքն է, բայց այդ ինչպիսի ջոկողություն եք տնում այսպես ասած, կամ երկերեսանիություն եք դրսևորում, կամ կրկնակի, ինչ կրկնակի, բազմակի ստանդարտներ եք ցուցադրում։ Այդպիսի բան, որ անում եք, հարգելի էջմիածնականներ, ինչ եք կարծում, մարդիկ ինչ են մտածում, նայում են, ասում են, ահա վերջապես մեկ հոգի Հայաստանում գտնվեց անարդար մեղադրվող։ Մնացածը եկեղեցու կարծիքով արդարացի են մեղադրված եղել անցած 30 քանի տարիների ընթացքում, այդպես եմ ես հասկանում։ Այսինքն չեն շարժել Էջմիածնի զայրույթը։ Ինչ որ է, այս լոյալությունը իշխանություններին բան հանդուրժվել է բոլոր իշխանությունների ժամանակ եւ հանդուրժվել է նույն Նիկոլ Փաշինյանի կողմից եւ քաղաքացիական պայմանագրի կողմից մինչեւ այն պահը, երբ Փաշինյանը նկատել է, որ Էջմիածինը միանում է իր հրաժարականը պահանջողներին։ Մինչ այդ հանդուրժելի էր հայ առաքելական Սուրբ եկեղեցու անսահմանափակ ազատությունները, ֆիսկալ թափանցիկության բացակայությունը, հաշվետվողականության բացակայությունը, որոշ հարգերի турքերի զգալի արտոնությունները հանդուրժելի էին, տանելի էին, բայց հենց այն պահին, որ մեկը ելնում կամ մի քանիսը ելնում պահանջում են հրաժարականը կամ միանում են, դա առանձին խոսակցություն է, էլի օրենքով ճիշտ էին անում, սխալ էին անում, դա առանձին պատրաստ ենք քննարկել, ամեն օր քննարկում ենք իհարկե։ Հա, այդ պահին նոր պարոն Փաշինյանի զայրույթը տեսնում ենք, մարդը որոշում է կարգի հրավիրել եկեղեցուն ու կարգի է փորձում հրավիրել շատ վատ գործիքներով։ Էս էլ է գործիք իհարկե, հա, ելնել, ասենք, կուսակրոնության մասին խոսել, այն թեմակալ առաջնորդին ինչ որ խորհուրդներ տալ, դիմելով նրան սրբազան, այս էլ է շատ տարօրինակ, էլի, սրբազանը կոչական է, պաշտոն չէ, նախագահ չէ, վարչապետ չէ, բան չէ, պաշտոնը թեմակալ առաջնորդն է, արքեպիսկոպոս է, եպիսկոպոս է, ինչ է, սրբազանը բան է, բավականին պատվական կոչական է, համ ասում է սրբազան, հետևից էլ համայնա քֆուր է գրում, էլի, սա անհասկանալի է, մի խոսքով, վարչապետը որոշում է այդ մեթոդներով կարգի հրավիրել հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, այսինքն ոնց որ մարդու ցերի տակը բոլոր գործիքները լինեն, ինքը այդ գործիքների միջից ամենաժանգոտ, ամենակեղտոտ, բերանը ջարդած, ադամը թափած գործիքը վերցնի եւ սկսի դրանով եկեղեցու հետ հարաբերությունները կարգավորելու ինչ որ միջոցառումներ անել։ Չպիտի մոռանանք, որ 1 տարի առաջ պարոն Քալստանյանի արշավանքի օրերին քաղաքացիական պայմանագրի մի քանի падգամավորներ սկսեցին հոխորտալ, որ եկեղեցին պիտի բերվի հարկային դաշտ եւ այլն, այն ժամանակ էլ ասացի, որ կանցնի ժամանակ կմոռանան, կպրախեն կողքի մինչեւ հերթական սրացումը։ Հիմա նորից հերթական սրացմանն ենք ասել, այսինքն գոնե այս կառավարության հետ կապված, այս 7 տարիները իշխող քաղաքական ուժի հետ կապված, նույնիսկ այս դեպքում մենք գործ ունենք սկզբունքային սկզբունքայնության հետ, կներեք կրկնաբանության համար, սկզբունքային անհետևողականության եւ թափտպվածության հետ։ Ես քիչ առաջ շատ պատահական իմ Facebook-յան գրառումներից ինչ որ ուրիշ բան էի ման գալիս, այդ նյութը բերեց, դրեցի Facebook-ի էջից հիմա 18 թվականի ապրիլի 30-ին գրառում ունեմ արած, շատ ունեմ արած, բայց այդ մեկը շատ տիպական էր, էլի, որտեվ այդ ցույցերի ժամանակ ահագին մարդ գալիս էր, իբր թե Սերժիկ բան մնացած հարցերը լուծվել էր երկրում, հարցնում էին, ասում էին, բա եկեղեցու հարցը, բա եկեղեցու, բա հայ առաքելակ, բա Էջմիածինը, բա կաթողիկոսը, բան, դու մի ասա նստել գրել եմ, էլի, ասում եմ, կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, կարգն է այդպիսին։ Եթե հերո տնից տեղից ընտրում է հանգարց, կներեք, 1000 ներողություն, կրկնա հանցագործ մեկին 450 հոկանոց ժողովի մասին է խոսքը, կեսը հոգևորականներ են, այն մի կեսը աշխարհիկ մարդիկ են, բայց առաքելականներ պիտի լինեն, պիտի պատվիրակներ ընտրվեն մոլորակի վրայի, ուրեմն թեմերից 25000 հոգին, մի հոգի պատվիրակ, պիտի գրգի նրանք հավաքվում են Վեհարանում
լսում են ուրեմն տեխնազուներին, հավակնորդներին, այսպես ասած, գնում են մայրաթոր տաճարի մեջ, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում են կաթողիկոս։ Հերու տնից տեղից, եթե մեկնումեկ կրկնա հանցագործ 7 անգամ բանկը թալանած, ավելի վատ բաներ չասեմ, էլի, հա։ Մեկին է ընտրում ազգային եկեղեցական ժողովը, ժողովուրդ ջան, ուրեմն այդպեսին պիտի լինի կաթողիկոսը։ Հիմա կներեք, եթե կանք ստեղ, որ հանգարց ընտրում են, կամ այդ ընտրելու պահին չգիտեին, բանը զավակ ունենալու հանգամանքը, լուրջ եք մտածում, պարոն Փաշինյան եւ մյուսներ։ Շատ լավ իմացել, գնացել ընտրել են։ Հիմա ինչ եք ուզում անել, լավ։ Այդ է հայ առաքելական Սուրբ եկեղեցու վերնախավի, որտեղ վերնախավն է որոշում թույլ տալ տեխնազությունը տնել ընտրությանը մասնակցել թե ոչ։ Վերջը այդ էի գրել, որ այդպես է ընդրվում, տեղ պետությունը մտնել չի կարող։ Չի կարող ժողովուրդ ջան, հնար չկա տեղ մտնելու, ձև չկա։ Այն որ ասում է պարոն Փաշինյանը, թե բան անենք, բարեվարկության ստուգում պետք է լինի, ինչպես է այդ մեխանիզմը տնելու տեղ, ախր հնարավոր չէ դա։ Եվ վերջինը որ գրել էի, հիմա էլ կրկնում եմ մի քանի տասնամյակ շարունակ։ Ուրեմն հայ առաքելական եկեղեցու ֆինանսական բոլոր շարժերը պիտի լինեն թափանցիկ եւ ֆիքսվող, մոմ է ծախվում, ՀԴՄ-ի կտրոնը պիտի խփվի, վերջացա, պերաշկի ծախողը, որ պերաշկին ծախում է ՀԴՄ-ի կտրոնը չի խփում, կարող են կալ այն տեսակ տուգանել, որ ցմա չմոռանա այդ մարդը բիզնեսն էլ մոռանա ամեն ինչն էլ։ Բայց ինչպես եղավ, որ ահռելի ֆինանսական շրջանառություն է տեղի ունենում այդ կազմակերպության մեջ, հայ առաքելական Սուրբ եկեղեցի կոչվող կրոնական կազմակերպության մեջ, ու դա պիտի ֆինանսական իմաստով չֆիքսվի, ինչու։ Անշարժ գույքի համար հարկ ու տուրքը պիտի պատշաճ մնացած շարքային քաղաքացին իր տան համար գույքահարկ է վճարում, բա ինչի պիտի հայ առաքելական եկեղեցին այդ հարգերը տուրքերը չվճարի։ Շահույթ չհետապնդող հիմնարկ է այդ կազմակերպությունը, ինչու պիտի այդ ամբողջը չբացվի։ Մի խոսքով, հիմա այս պատմության ճյուղերից մեկն է ընդամենը այն ինչ որ տեղի ունենում այսօր։ Լիքը մարդ դժգոհ է 7 տարի շարունակ, որ զրկվել է անօրինական եկամուտների շանսերից, պետական բյուջեն եւ համայնքային բյուջեները իրենց բիզնեսների միջով լվանալու հնարավորությունից են զրկվել ահագին մարդիկ, հա։ Եվ հիմա շատ հեշտ է ոմանց համար բան անել, մեռնեմ եկեղեցու ջանին, մեռնեմ հայրենիքի ջանին, հայրենիքի թեմեն, ժողովրդի թեմեն, ինչ է կրել այստեղ պարոն Կարապետյանը, մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Եսին մարդու կարծիք է։ Իր կարծիքով այդպիսի դրամատիկ իրադարձություններ են տեղի ունեցել։ Այս կառավարությունը ճիշտն ասած խոսքը մեր մեջ էլի, այդքան խելք չունի ժողովրդի վրա հարձակվելու համար։ Ուղղակի վատ է կառավարում, խայտարակ վատ է կառավարում, հա, եւ քանի որ պարոն Փաշինյանը որոշել է բանը այդ ամենավատ գործիքը օգտագործել պետություն եկեղեցի հարաբերությունները կարգավորելու համար, շատերի մոտ այդ տպավորությունն է թողել եւ ինչ որտեղ կարելի է համար ես վստահ չեմ ճիշտն ասած ընկերներս վստահաբար պնդում են էլի որ Սամվել Կարապետյանը պատվիրակվել է Մոսկվայից գնա հլտես դու Գոնե անես մի բան էլի մոտավորապես էս տպավորությունն է թողնում ես այնքան էլ հակված չեմ այդ տեսակետին չեմ կարծում թե Կրեմլից կանչել են Սամվել Կարապետյանին կամ ինչ որ մեկ ասել է գնա ախպեր դու մեր վերջին մոհիկանն ես գնա թե մի բան անես դու պետք է անես Արա Աբրահամյանը ոնց որ չի ուզում գնալ այն ինչը չի ուզում գնալ արի գնա դու մի բան արա ու վերջը ելավ իրար վրա ինչ է անում մի կաթիլ մեղրի նման իրար հասցեի վիրավորանքներ սպառնալիքներ տեղալով եկանք հասանք այն օրվան որ հիմա մեղադրանք է ներկայացված Սամվել Կարապետյանին միլիարդատեր մարդ տարբեր տվյալներով 2.8-ից 4 միլիարդ դոլարի տեր, հա, որը Ռուսաստանի քաղաքացի է, իսկ Հայաստանի քաղաքացի է թե ոչ, ես հաստատաբար չգիտեմ, բայց դա կապ չունի։ Եթե հանգարց իսկապես հանցագործություն կա տագը, կապ չունի այդ հանցագործություն անողը որ երկրի քաղաքացի է, պիտի անպայման պատասխանատվության ենթարկվի։ Եթե հանցագործության հետ կապված, մեղադրանքի հետ կապված հիմքում ընկած է միայն այս նախադասությունը, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին, իմ կարծիքով սա շատ անհնար է սա մտցնել քրեականի տակ։ Այսինքն բռնությամբ սահմանադրական կարգը տապալելու քրեական հոդվածի։ Ես չեմ բացառում, որ մեղադրող կողմի ձեռքում դատարանում կան նաև ուրիշ փաստական հանգամանքներ։ Ես չգիտեմ, գաղափար չունեմ, ենթադրում եմ, էլի, որտեղ այս մի նախադասությամբ գնալ դատարան
իմ համոզմամբ սխալ է, անհետեթություն է եւ ապօրինություն կստացվի վերջում, եթե մանավանդ դատարանը որոշի խափանման միջոցը կալանք ընտրել, մանավանդ այդ հոդվածով ազատազրկումներ, ինչքան ես նայեցի, չի նախատեսվում։ Եթե տուգանք է բան է, կալանքով խափանելը սխալ է, ըստ իս, հա, բայց եթե կան ինչ-որ գաղտնալսումներ, փաստաթղթային ինչ-որ ապացույցներ, որ սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր է արել, то չգիտեմ, հորդորել է, համոզել է, ես իմ կազմակերպել է, չի կարողացել գործը գլուխ հասցնել իրենից անկախ պատճառներով, այդ ուրիշ խոսակցություն է։ Տեղյակ չենք, սովորաբար այդ տեսակ մեղադրանքների խափանման միջոցի քննությունը տեղի է ունենում դրմփակ։ Դա հին ադատ է, պարտադիր չէ որ դա այդպես լինի, որոշ դեպքերում դա արդարացված է իհարկե, որտեղ կարող են այնտեղ հնչել բաներ, որոնք հետաքննության, նախաքննության գաղտնիք են, հա, բայց եթե դրմփակ է չենք իմանա, փաստաբանը կիմանա, նայել պատմել չի կարողանա։ Մի խոսքով, գնահատականս ընդհանուր առմամբ այն է, որ շատ վաղուց այս նախորդները հետ, այս իշխանությունները պիտի բերեին մաքսիմում թափանցիկության դաշտ, անձնական գաղտնիքները պահելով իհարկե, հայ առաքելական Սուրբ եկեղեցուն մնացած կրոնական կազմակերպություններին պետությունը դարձնեին աշխարհիկ, ոչ մի կրոնախևական բան դպրոց կրթություն, պետական դպրոց, կրթական համակարգ չպիտի մտներ, չպիտի լիներ, այնինչ եղել է, մենք բանո, ինչ է, դպրոց ունենք, որի մեջ մատուռ կա սարքած, պետական դպրոց, որի մեջ կա մատուռ հասկանում եք, բանել ասում ես, սկսում են ճղել իրանց, էլի, բան մեր, բան, այն աշխարհիկ եկեղեցու կրթական համակարգը չի կարող լինել կրոնական, ինչքան բացատրենք։ Հիմա սա կարգի բերելու գործիքները, օրինական գործիքները պետական իշխանության ձեռքին են, կներեք, բա ուրիշում ձեռքին են։ Փոխանակ այդ գործերը անի, կուսակրոն է, կուսակրոն չհասկացանք, այ մարդ մորթեցիք, սպանեցիք, հասկացանք, կուսակրոնությունը խախտել են, ենթադրենք մի խումբ հոգևորականներ։ Հետո ասացեք, խնդրեմ, պետությունը ինչ կարող է անել։ Ես չգիտեմ, թե պետությունը լուրջ եմ ասում, գաղափար չունեմ, թե պետական իշխանությունը ինչպես կարող է այդտեղ միջամտել։ Կամ այն, որ գրած է եկեղեցին անջատ է պետությունից, պետությունը եկեղեցուց չեն միջամտում իրար գործերի։ Օրենքներով այդ հոդվածը սահմանադրության ինչպես է բացված, օրինակ այդ հոդվածի խախտումների համար ինչ պատասխանատվության կամ պատժային միջոցառումներ կան գրած, չկան գրած։ Ես ման եմ եկել չեմ գտել, օրինակ երբ հանգարց հոգևորականը միջամտի պետության գործերին կամ պետությունը կամ տեղական իշխանությունը միջամտի եկեղեցու գործերին, որևէ եկեղեցու գործերին, եսիմ, հա, ինչ պատասխանատվություն պետք է կրի, չկա օրենքների մեջ գրած։ Այ ժողովուրդ ջան, հարգելի ՔՊ պատգամավորներ, արդարադատության նախարարություն, շատ մտահոգ պարոն վարչապետ, բան նստեք այդ օրենսդրությունը մշակեք, որ եկուց մյուս օր մեկը բախտը փորձի միջամտի պետության գործերին կամ համայնքային կառավարմանը, կամ համայնքային կառավարիչներից կամ պետական իշխանավորներից, պատգամավորներից մեկը միջամտի եկեղեցու գործերին, այդ պատասխանատվության մեխանիզմները աշխատեն, այսինքն երկու խոշոր օրենսդրական դեֆիցիտից ենք խոսում, մեկը այդ կարգավորումներն են, որ իրարից անջատ լինեն, չմիջամտեն, չխանգարեն, եւ մյուսը կրոնական կազմակերպությունների թափանցիկության ապահովման մեխանիզմներն են։ Այդ երկուսն է պետք է լինի օրենսդրության մշակմամբ եւ ընդունմամբ։ Հիմա ասացեք, խնդրեմ, սիրելի ժողովուրդ եւ հարգելի պարոն Մեհրաբյան, ով պիտի այդ օրենսդրությունը մշակի եւ ընդունի մեր երկրում։ Բազե չէ, թույլ տվեք ենթադրել, որ օրենսդիր իշխանությունը։ Այո, մի քիչ էլ թող արդարադատության նախարարությունը օգնի նախագծերը գաղափարներ տա, այո։ Կրոնական կազմակերպություններին հրավիրեն մի 10 անգամ, 5 անգամ, ասեն եկեք ժողովուրդ ջան, հատ քննարկենք, էլի։ Հա, եկեք քննարկենք։ Այս սահմանադրությունը, այս դուք հասկանանք ոնց ենք սա հանձնում օրենքներին։ Այո։ Ես կգնամ, որ նման քննարկում լինի հանգարց, կհարցնեմ, էլի։ Ինչու պիտի Խաչապուրի ծախողը 150 դրամի համար ՀԴՄ խփի։ Մոմ ծախողը ՀԴՄ չխփի։ Բացադրեք մեկը հասկանանք։ Իդեպ պարոն Բարսեղյան, մի sense բան, ես օրինակ Միացյալ Նահանգներում հայկական եկեղեցի այցելել եմ, մոմ եմ առել եւ ինձ այնտեղ ՀԴՄ կտրոնը տեղում տպել եւ տվել են, դա կարգ է ուղղակի։ Նաեւ ես հիշում եմ ավելի վաղ հենց եկեղեցու այդ հանդիսավոր սրահ կա էլի եկեղեցունքից,
այդտեղ հավաքված այսպես բարեգործական լանչ էր կազմակերպված եւ մենք տեղ վճարեցինք դրա դիմաց եւս այո տրվում էր ՀԴՄ կտրոն որ մարդկանց ուղակի նվիրատվություններ դե ոնց որ հավատակիցներով մի սեղանի շուրջ նստած եւ ասենք այդ ուտելիքի փողը դե մի քիչ էլ ավել տալիս ենք այո ՀԴՄ կտրոնով ֆիքսվում էր այդ ամենը այսինքն հիմա ինչ Միացյալ Նահանգները սրբապիղծ ձևով խառնվում է հայոց եկեղեցու գործերին ըստ այդմ Պարոն Մերաբյան, ուրեմն ես չեմ ուզում շատ ապավինել դրսի օրինակներին ես համարում եմ որ ներսի խնդիրները սեփական տրամաբանությամբ եւ արդարության զգացումներով կարելի է կարգավորել։ Այ եթե դժվարանանք կարգավորել, գնանք մի հատ Ամերիկան նայենք, Ֆրանսիան նայենք, դո Չեխիան նայենք, բանը Շվեդիան նայենք, կան ասենք օրինակ այնտեղ այդպես է։ Սա այն դեպքը չէ, որ շատ բարդ բան եմ ես իշխանությունների համար բացատրել։ Շատ հասարակ Ուրեմն, եթե որևէ մեկը, դե գիտեք, եկեղեցիներ կան արևմուտքում, որտեղ մոմը վաճառքով չէ։ Տեսեք եք։ Դրած է մարդը կան վերցնում վախում։ Այսինքն ինչ-որ մեկը հոգացել է այդ ծախսը։ Նաև գանձատուփ է դրած, որ մարդիկ կարող են այդտեղ էլ նվիրատվությունը մեր եկեղեցիներում էլ տակա իհարկե, բայց ոչ ծրի մոմերով կամ բաներով, հա։ Ուրեմն խաչհամբույրը մի բան է, ծառայության համար վճարը այլ բան է։ Խաչհամբույրը թող ՀԴՄ չլինի, հասկացանք։ Հա, այդ ուրիշ բան է, մտքից անցել է վճարել է, լավ չի պահում հոգևորականը իրեն, պատահել են դեպքեր, էլի, էս ինչ ես տալիս, հələ մի բանը մի հատ էլ հələ ավելացրու, բան, այդ հələ թողնենք, էլի, հա, բայց կան վճարովի ծառայություններ, որոնք նույնպես պիտի լինեն ֆիքսված, այսինքն պետական իշխանությունը, պետեկամուտների կոմիտեն պիտի հստակ տեսնի, ինչպես տեսնում է ցանկացած սրճարանի սուրճի համար ՀԴՄ-ի տպելը տեսնում է պետ, ինչի է տեսնում, որպեսզի ստվեր չլինի այդ անդերի մեջ, կոռուպցիա չլինի։ Փողի լվացում չլինի այո Հիմա եթե եկեղեցին չի կռահել որ իր շահերից է թափանցիկությունը ապահովել ես լուրջ եմ ասում իր շահերից է ինքը պիտի դա անի եւ ցույց տա ասի որ տեսեք ժողովուրդ ջան այս եղել է մեր տարեկան շրջանառությունը ես ձեզ հաշվետու եմ ձեզնից ստացել եմ այսքան պատվեր կնունքի ծառայության համար հոգեհանգստի համար պսակադրու եւ այլն ինչ ծառայություններ որ վճարում է ես իմ եկուս մյուսոր բաներ ինչ է անունա հանգուցյալներին եկեղեցում գավթում տնելու բան եւ հասկացանք ամբողջը պիտի ֆիքս եթե չէ պետությունը պիտի կռահեր վաղուց որ սա պիտի անի ու բարդ չէ դա անելը ու դա հասկանալի է եւ դա արդար է պլյուս ուշադրություն դարձրեք ամբողջ ծախսերը ամբողջ եկամուտները բոլորը պիտի լինեն թափանցիկ դրանք շահույթ հետապնդող հիմնարկներ չեն հասարակական կազմակերպությունների համատիրությունների բաների նման կազմակերպություն են ֆինանսական շրջանառության տեսանկյունից շահույթ հետապնդող չեն ինչ մի սարսափելի բան կլինի որ եկած փողերը եւ գնացած փողերը նվիրատվություն ստացված նյութեղեն գույքը то չգիտեմ սնունդ է սեն է եւ այլն ամբողջը պիտի հաշվառվի եւ հանրության համար թափանցիկ դարձվի հետո բարեգործության անվան տակ ահագին բան է գալիս Հայաստան ոչ միայն եկեղեցու սա ընդհանուր առմամբ եմ ասում ահագին ուրեմն բարեգործական գույքային մուտքեր մտնում են Հայաստան կառավարությունից հատուկ մարմին կա թույլտվություն են ստանում ազատվել բանից չգիտեմ մաքսավճարից ասենք մաքսատուրքից ազատվել դրանից իհարկե նաև օգտվում է հայ առաքելական սուրբ եկեղեցին ես չգիտեմ մյուս եկեղեցիները դիմում են օգտվում են թե ոչ պիտի դիմել վարչապետին որպեսզի այնտեղ ուսումնասիրեն ասենք բարեգործական ճաշարանի համար տեխնիկա սարքավորումներ են բերում որ կահավորեն ճաշարանը կամ սնունդ են բերում կիսաֆաբրիկատներ են բերում բան հասկանալի է որ շահույթ չեք հետապնդում ինձ թվում է որ բարեգործական է շատ արդար կլինի որ ազատվի մաքսավճարից կամ ինչ որ արտոնություն ունենա օքեյ դեմ չեմ բայց դա պետք է լինի բաց թափանցիկ եւ համահավասար պայմաններով դրական չպետք է 4 եկեղեցի ենթադրենք տարբեր առաքելական կաթոլիկ ավետարանական մյուսը ենթադրենք 4-ն էլ բանը մոմի հումք են ներկրում ենթադրենք հա հիմա այդ ներկրումների դեպքում մեկը չպետք է ազատվի турքերից մյուսը ուրեմն շարունակի турքերը վճար ինչու կա մեկը որ բացադրի Եվ այլն, լիքը բան կա այստեղ, որը պետությունը պիտի կարգավորի։ Ես այս մասին մանրամասն գրել եմ, հաղորդումներ եմ ունեցել։ Շողակաթ հեռուստաընկերությունը
բովանդակությանը չեմ անդրադառնում, ես շատ բաներ հավանում եմ այնտեղ, որոշ բաներ չեմ հավանում, բայց թե ես ով եմ, ես գցենք կողքի։ Շողակաթը կիսով չափ հանրային հեռարձակող է։ Շատերը կասեն, որ չէ, ինքը լրիվ հանրային հեռարձակող է, այդպես չէ։ Բովանդակությունը մշակում է, արտադրում է Էջմիածինը, հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Հեռարձակման ծախսերը հոգում են հարկատուները, ես, դուք, մյուսը։ Ինչ է, թե հանրային հեռարձակողը պետք է ունենա մշակութային հոգևոր կրթական ալիք, ասենք թե, հա։ Ինչու պիտի այդ հոգևոր մշակութային կրթական ալիքը, X ալիքը, լինի անպայման հիբրիդ, կիսով չափ էջմիածնական։ Ինչու՞։ Կա մեկը, որ կարողանա բացատրել սա։ 15-6 թվականիներ մինչև այդ անկախ էր, այսինքն անկախ որն է, միայն եկեղեցու ալիքներ եւ հեռարձակվում էր իր ալիքով, մրցույթին մասնակցում էր, շահում էր, հեռարձակում էր, լավ էր անում, ոչ մի բան չունեմ ստեղ։ Ինչ որ մի պահի որոշեցին, որ ինչ ենք ավել ծախսանում, բերեք հեռարձակման ծախսերը աշտարակ GSN-ը վերջը։ Այդ ծախսերը բերեք նստեցնենք հարկատուների վրա, համել հարկատուներին կասենք, որ տեսեք ինչ լավ բան է, դուք ունեք հոգևոր մշակութային կրթական ալիք, ախպեր թող լինի այդ ալիքը։ Թող լինի եւ դրա հեռարձակողը պետք է լինի Էջմիածինը, ոչ թե հանրայինը։ Սրանք հարցեր են, որոնց մասին պիտի մտածի պետությունը, վաղուց պիտի պետական իշխանությունը մտածած լիներ։ Ես վստահեցնում եմ, այս խնդիրները կարգավորելու դեպքում, իրավակարգավորումներն անելու եւ դրանք հետեւողականորեն հսկելու դեպքում, այս ներվային լարումները, ճիչերը, հիստերիկ ռեպլիկները միմյանց նկատմամբ չեր լինելու։ Համիստեղ մի ուրիշ հանգամանք էլ կա, անպայման պիտի ուշադրություն դարձնենք։ Այդ ինչպես է լինում, որ ինչպես է լինում, որ կոնկրետ այս կոշտ խոսքերից հետո պատասխան ու բանը գնալ ձերբակալել, տանել մեղադրանք ներկայացնել, էլի։ Կամ Էլցանցի ազգայնացման գաղափարը, այս ինչի է նոր գալիս, էլի այդ ազգայնացումը մի առանձին պատմություն է իհարկե, մի հսկայական բան է, խնդրեմ է դա, բայց թողնենք դա, ինչպես է լինում, որ այս պահին է դա հիշվում։ Հա, ինչու օրինակ այդ հանրային ծառայությունները մենաշնորհների տիրապետողների մասին է խոսքը, ջուրն է, վիոլիայի այլանդակությունները ասենք, հա, գազ է, ջուր է, էլեկտրականություն է, էլի մի վագոն բան կա, հա, դրանց այս իշխանությունը չի նկատում, դրանց խնդիրները չի նկատում, մինչև ինչ-որ մեկը այդ կաման թիմերից ելնում նման հայտարարություն անում, որը դուրը չի գալիս պարոն Փաշինյանի։ Մինչև ինքը կողվում է, Սամվել Կարապետյանին տրվատում է, վիդեոները կան, երգորե ֆռում են, հա, տեսել եք։ Հա, բայց այդ պահին մեկ էլ որոշում ես, որ հետը չէ, հա, ու որոշում ես, որ պիտի բան անես, մեղադրանք ներկայացնես, ազգայնացման խոսակցություն բացես։ Իսկ տեսել եք ազգայնացումը ոնց է արվում կամ ինչպես պիտի արվի, որ աղմուկ չլինի։ Ուղղակի ձեռից վերցվելու է, թե փողը տալու են, ասեն գնա, այդ փողից դժգոհ մնա, գնա թիմի միջազգային դատարաններ, ասի ձեռիցս առան, էլի։ Այս ամբողջը մտածված է։ Ես շատ կուզեմ, որ լրատվամիջոցները հատկապես բարեխիղճները, հա, ամիսներ հետո, տարիներ հետո վերադառնան այս օրերին ու հարցնեն, էլի, ասեն, պարոն Փաշինյան, պապաներ էիք ասում, էս ուրան է։ Ինչպես հիմա ես եմ հարցնում, թե պարոն Թորոսյան, անցած տարի որ ասում էիք, որ բերելու եք հարկային դաշտ, այնտեղով կարելի կար Արտուր Հովհաննիսյանն էր, որն էր, հա, բայց մի տարվա ընթացքում ինչ օրենքի նախագծեր մշակեցիք, ինչ արեցիք, որ եկեղեցին դառնա թափանցիկ եւ հարգուտուրքը վճարի մարդավարի։ Բան չարեցիք, այսինքն ամեն անգամ մի սրացում լինում է, դուք որոշում եք այս ձեր կարողությունների եւ իմաստնության շրջանակներում հակահարված տալ։ Մի խոսքով, շատ մեծ թեմա է եւ շատ էլ ջուր է քաշելու այս խմորը։ Շատ շնորհակալ եմ, պարոն Բարսեղյան, ձեր այս կարևոր եւ հանգամանալից այս դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար մինչ նոր հանդիպումներ, բարին ընդ։ Շնորհակալ եմ, ամենայն բարիք։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Գյումրիի Ասպարեզ ակումբի հիմնադիր եւ ղեկավար Լևոն Բարսեղյանի հետ քննարկեցինք այս վերջին իրադարձությունները կապված եկեղեցի պետություն հարաբերությունների եւ դրան միախառնված Հայաստանի էլեկտրական ցանցերի խնդրի հետ։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարին ընդ ձեզ։